Սիրելի հետևորդներ, բարևներ, բարի ողջույններ, թող օրը բարի բացվի բոլորիս համար, ինչպես նաև կանանց համար, սիրելի մայրեր, տատիկներ, քույրիկներ, շնորհավորում եմ ձեր մարտի 8-ը, ցանկանում եմ առողջություն, առաջնահերթ, լինեք ուրախ, ժպտերես, անհոգ, թող ձեր ամուսինները, տղաները հոգան ձեր կարիքները, այն ոնց են ասում մի հատ լավ խոսք կա, նրանց ձեռքը մեր գլխից անպակաս լինի և մեր ձեռքն էլ նրանց գրպանից, համաձայն եք չէ սիրելի կանայք, եթե համաձայն եք, ապա լայք եք իմ ճիշտ ասած խոսքերի վրա, այո, կինը իչքան էլ աշխատի, արարի ստեղծի, միևնույն է, տղամարդու աշխատանքը ուրիշ է, աշխատավարձը ուրիշ է, չէ Աշոտ ջան, Աշոտն էլ որոշեց մարտի 8-ին ինձ կոֆե դնի, մի հատ խմենք, այսօր տեղ եմ հրավիրված, պետք է գնա միջոցառման, մեզ անտերի պես թողում ա տոնը, ու գնա, ու էդ էր համար, Այս Աշոտը չի թողի մարդ մի երկու բար կպցնի իրար խոսա, կսկսի իր հումորները, որ մարդ չի կարողանում լրջանալ, տրամադրվել, եղանակն է վատը Աշոտ Հələ ցենց արա, ինչ Աֆրիկացու մազեր ես հավքել ես, հուսել եմ մազերս, դու պիտի մի բան գտնես խոսել, ես միս կոմա ալար են ես, Չկա են միս կողմը, լավ դե արի կոֆեն դիր, ես ջուրը տամ, արի դիր, դու ջուրը լից տուր ինձ, ես էլ ապսը դնեմ, երեկ պատխած խմոր եղանից ուտենք, ասեմ, որ իմիջայլոտ շատ համով էր, շատ վատն էր, ես խմելու մասեն գլադոկները շկցես, վրցի, ինչ ասեմ, կարևորը առողջ լինենք, սիրելի հետևորդներ են, նվերի չափը, բան, դրան կարևոր չէ, կարևորը առողջություն։ Կարևորը փողն է, հա? Հա, օքոնիկ անոսում են, ոյ Աշոտն ջրինչ։ Ձեր մարտի 8-ը շնորհավոր, սիրելի մայրիկներ, տատիկներ, ցանկանում եմ ձեզ երջանկություն, առողջություն, երկար տարիների կյանք։ Շարքները բերեմ մտեղ։ Մատ կնայես կոֆեին հեսա։ Ուր ես գնում, էլի թռար։ Գալիս եմ, բանը վերցնեմ։ Արի։ Բանը վերցնեմ։ Կոֆե նորմալ լցրել ես այդ տղա։ Չէ։ Հաստատեսի թույլ ադրե։ Փոքր ավել լցնեմ։ Ես չէ լավ իմ դրած կոֆեն, արի, լարի տեսնեմ, մարտի 8-ը շնորհավոր, վայ ապրիմ տղան, վայ, արի կոֆեն, սիրելի հետևորդներ, այդ ғայս իսկական չի, Աման, ես էլ ասեմ են լենտերը ինչի համար է Աշոտը առել ես, դու ես սարքել։ Չէ։ Աշոտի սարքված սաղք է փունջը, սիրելի հետևորդներ մի հատ նայեք։ Անցած վլոգում լենտեր էր առել, ես էլ ասեմ այդո, այս լենտերն ինչ ես բերել։ Ահա, այս ես բանի համար, տիրա։ Հոտ քաշել չի լինի, բայց անթառան վարդեր է նվիրել ինձ Աշոտը, որը երկար կպահպանվի։ Էսի չգցես մյուս մարտի 8-ի տեկը նվիրեմ։ Հա, գույնը կփոխես, Աշոտ, կարաս բան, տես ներկով չես, գույնը փոխես։ Իրոք շոտ սիրուն է, բնականից չի տարբերվում, սիրելի հետևորդներ։ Բա։ Ապրիմ տղան, ատե պաչեմ։ Մենակ ծնունդից քանի բլոկն ասկի ես տալի։ Ոյ, ինչ եք գնահատում, ինչ գնահատական եք տալի Աշոտի սարքած վարդերին, մի հատ նայեք, բնականից չի տարբերվում, վարդեր բերեմ պարտեզի, մարտի 8, մի հատ էլ երգեմ, մայրիկ այսօր տոնում են քո մարտի 8-ը, դու պիտի երգեիր է, և բարձրաձայն ասում են կեցե մայրիկը,
Թող ոչ մի մարդ չունենա վշտեր իր սրտում, արևը թող մի շողա մայրիկի սրտում։ Առողջ եղեք, սիրելի կանայք, ուրախ, առողջ։ Տղամարդիկ են հենց հեչ էլի, հա։ Բարձր տրամադրություն, ինչ ասեմ, լավ եղեք, թող ձեր երազած նվերները այսօր դուք ստանաք։ Ինչ եք ասում այս աշխատանքի մասին։ Աշոտ կա, ասենց բիզնես դնես։ Հա։ Վարդը, ես տեսել եմ, որ սենց սարքում վաճառում են։ Սենց բիզնես դիր, սարքի, սրտիկով, գունավոր, դիզայն ու ծախի։ Միլիոն, ալիխ ռոզ, իզակնա, Գիտես ոնց եմ պահե, որ սնեգ չտենաս։ իդիոտ։ Ստոպ դուր կոպներա խմենք։ Միած սիրուն կդնեմ այս վարդերը, ես կդնեմ սիրուն ծաղկամանի մեջ, ուպրիլ տողեր, Գնում ես էլի։ Բայն չանեմ, պետք է գնամ։ Օրերից մի օր մոխրոտիկը տեղա գնում, թող գնա էլի, ենքան կասեք գնում ես, արի հետը ստանեմ որպես օպերատոր։ Իա։ Կասեմ սա իմ օպերատոր Աշոտն է, Աշն է։ Գալիս ես, Լիլիթին կտանեմ։ Այ տար հանգիստ տուն մենակ։ Այն աղջիկը քնած է, սիրելի հետևորդներ, մեր տանը գիշեր ցերեկը փոխվել է։ Ցերեկը քնում են, գիշերն արթնանում են։ Եկել լուսադեմ ես լավ արթնանում, կոֆեն դնում։ Ինչ անում, ժամը մտենց 1-ի կոմերը քնում եմ, ժամը 7-ին ռեֆլեքսորեն արթնանում եմ, այլի քնում եմ։ Ոյ, ձունը գորիս է, հա։ Մի գրիշից է թափում։ Հա, բայց դրել է գիշերն եկել է։ Մազերը սիրուն ասե։ Շատ, Կոսա չէ ինձ ասում։ շատ։ Փռած չես ասում։ Բոլորդ գրելու եք, շնորհավորելու եք մարտի 8, ես էլ նախապես շնորհավորում եմ ձեր մարտի 8-ը բոլորիդ, չնեղանաք, որ գրածները կարող է մեկինը պատասխանեմ, մեկինը ոչ, ասեմ, բայց կարդում եմ, ուղղակի ժամանակի բերումով, որ ժամանակը կարճ է լինում, չեմ կարողանում գրել, մեկ էլ այնպիսի մեկնաբանություններ կան, որ ինչքան էլ փորձում եմ այդ պատասխանը գրեմ, չի գալիս, մի քիչ ուշ պետք է փորձեմ, այնպես որ չնեղվեք, իմացեք, որ ես ձեզ բոլորից շատ սիրում եմ, ձեր կողքին եմ, ձեր հետ եմ, սիրով կպատասխանեմ ձեզ տանջող հարցերին, մտահոգող հարցերին, ինչ ասեմ, լավ եղեք, ձեզ բարի ուրախ ժամանց այսօր, ձեր ընտանիքի, ձեր սիրելի բոլորի հետ միասին։ Անուշ։ Հետևորդներ ջան, ինձ թվում է, որ այսօր բոլորիս օրն էլ շատ ուրախ ու հաճելի անցավ։ Առավոտ շուտ Աշոտի անակնկալը գնացի միջոցառման, վերադարձա մի փոքրիկ նվերով։ Ինչ է մեջը։ Հիմա դուք էլ կուզեք անպայման, որ ես բացեմ, տեսնենք, թե ինչ կա ներսում։ Ասեմ, այս նվերը ստացել եմ Կանայք հանուն բնության հասարակական կազմակերպության տնօրեն Մարգարիտա Ստեփանյանի կողմից։ Հիմա կասեք, դա ինչ հասարակական կազմակերպություն է, Նազո ջան։ Հասարակական կազմակերպությունը մի գործունեություն է ծավալում Վայոց ձորի մարզում, Վայքում, մշակույթի տանը, որտեղ վրացնում են կարել ձևել հին ապրանքներից, հին իրերից նոր իրեր ստանալ, հնին նոր շունչ տալ։ Ջինսե տաբատները երբ մեր մաշվում են, կամ մաշվել ասելով չեմ ասում սենց, եսի ինչ են լինում, նրանցից կարող են պայուսակներ կարել, ինչու չէ, նաև նոր պայուսակներ, հացամաններ, բռնիչներ, սրբիչներ, գլխակներ, գոգնոցներ, պայուսակներ, կտորից պայուսակներ, իդեպ ասեմ, որ դուք եք ընտրում, նրանք վերցնում են նաև պատվերներ, դուք եք ընտրում նկարը, հիմնականը Վայոց ձորի
պատմամշակութային արժեքների նկարներն են, եկեղեցիները, խաչքարերը, սրբավայրեր, հետաքրքիր բաներ է շատ, ինչու՞ չէ նաև կարող է հենց ձեր նկարով լինել, հետաքրքիր է։ Այդ կանայք հավաքվում են անվճար դասընթացները, սովորում են կարուձև եւ ես ափսոս անունը մոռացա այդ կնոջ, այդ սաներից մեկն է պատրաստում կարում ու վաճառքի է։ Գնանք տեսնենք միասին, թե ինչ կա ներսում։ Ես շատ ուրախ եմ, որ կա նման ծրագիր, հասարակական կազմակերպություն, որ կանայք ընդգրկվում են, ինչու՞ չէ նաև նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը։ Մարդիկ, մի քանի կանայք կարող են աշխատանք ունենալ, ինչու՞ չէ նաև կարուձև սովորելով կարող են տանը իրենց փոքրիկ բիզնեսը ստեղծել, կարել, վաճառել, հիմա շատ հեշտ է վաճառքը սայթերով, ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերով վաճառք կատարել, ինչ որ մի բան էլ կարես, վաճառես, էլի օգուտ է, հենց եթե չվաճառես էլ քո տան համար, քո համար կարես, էլի մեծ բան է։ Գնանք միասին բացենք։ Արի։ Ձեզ մեր սիրել հետևորդներ, մայրիկներ եւ տատիկներ, ձեր մարտի 8-ը շնորհավոր, ցանկանում եմ ամենալավը ձեզ, առողջ լինեք, ձեր երազանքները միշտ կատարվի։ Ապրի Լիլիթը, բայց դե Լիլիթը ոնց որտե մի քիչ հիվանդ է, չեմ գնում։ Ինչի՞։ Հիվանդ է, կարճաթև է, նույնիսկ կարճաթև։ Գնացինք, լավ, գնացինք բացելու։ Ահա, սիրելի հետևորդներ, մենք ինչ կա այստեղ, ինչ կա։ Աստված պատրաստողի կարողի ձեռքերին միշտ ուժ ու եռանդ տա, նորանոր գաղափարներ, նորանոր մտքեր։ Սիրելի հետևորդներ, մի նայեք, սա ինչ է, հացաման, էկո հացամաններ, ահա տեսեք, կանայք հանուն բնության, ահա, պատվերների համար էլ կարող եք զանգահարել, հեռախոսը համար կա, լավ է, չէ, ինչ լավն է, հացամանները, տեսեք, մի հատ կողքերը ուսումնասիրենք, սա ցորեն է, հացի խորհրդանիշը, հացի աղբյուրը, այստեղ լավաշի աղադրատոմսն է հացի խմորի եւ այստեղ էլի հետաքրքիր զորի ավանդական հացը լավաշն է։ Խմորը հունցում է տան անդամներից կինը։ Նստեմ նոր կարդամ, հա սիրելի հետևորդներ, հացաման է, ինձ թվում է ավելի հարմար, փափուկ, տենց հացը մեջը կողքերը չի չորանա, քանի որ ինքը բամբակյա կտորով պաշտպանիչ շերտ ունի եւ սա այսուհետ կլինի իմ հացամանը։ Սրա մեջ կդնեմ հացերը։ Հիմա կարդամ այդ հետաքրքիր չէ գրված այստեղ, սիրելի հետևորդներ։ Վայոց ձորում ավանդական հացը լավաշն է։ Խմորը հունցում է տան անդամներից կինը։ Խմորը բաժանվում է 300-ից 400 գրամանոց գնդերի։ Դրանք գրտնակվում են եւ փոխանցվում ընկերներին, ով Ցորեն են լցնում։ գնահակնոցները զբեր, լավ չի երևում տենց տպածը, մի քիչ էլ աչքի թոնրից։ Այդ չա վերջը։ Թող հացամանա։ Հա, ես գիտեի կասմիջի չկա։ Այ Լիլիթ, հացերի կասմիջիշկեն է։ Մի փորձեմ այսպես կարդալ։ Մի քիչ մեծացնում է։ Խմորը ձեռքերից ձեռք գցելով բացում են, խմորը փռում։ Լավ, արդեն ես կարող եմ ասել ինչա, մի քիչ լավ չի երևում, դե խմորը ձեռքերից ձեռք բացում են,
գիտեք են ավանդական չրթման, հա, որ սենց չրթման են գցում, մի շորի կտորել չկա, այստեղ ցուցադրեմ, սրբիչի վրա կարելի է Ճրտմա են գցում թոնրի մեջ, թխում, միկին էլ հատուկ մետաղի աշշով հանում են լավաշները, փռում, չորացնում ու դա դասավորում են իրար վրա, տեղափոխում մառաններ, այո, և դա միշտ լավաշը եղել է մեր ավանդական հացը, ես երեխա եմ հիշում եմ, մերոնք աշնան հաց էին թխում, աշնան հաց էին ասում, ձմռվա համար պահուստ էին կուտակում հացատանը, հացի այդ պահոցում երկու պարկ ալյուրը շաղախում էին, հավաքվում էին ազգով, ցեղով, ազգով, տակով, կրտնակում, թխում էին երկորու, հերթով, գնում էին հորքուրենց տուն, հորքուրը գալիս էր մեզ էր օգնում, հոպարենք, մի խոսքով այսենց ամբողջ մեր ազգը ցեղը հավաքվում էին, իրար օգնում էին, բոլորը պարտադիր մեշոկներով աշնանը հացը թխում էին, որ ձմռանը ցրտին թոնիրը չվառեն, ելումուտ չանեն հացը, հացի պաշարը հացը առատ լիներ։ Սա է, մի քիչ իմ աչքերը ցավում են այսօր չեմ կարողանում կարդալ ակնոցից էլ բան եղավ։ Այս կողմի վրա էլ լավաշի բաղադրատոմսն է դրոշը վիրագրամներով։ Շատ լավն է, շնորհակալություն, կրկին ու կրկին հաճելի նվեր էր, շատ հաճելի նվեր։ Գնամ, սիրելի հետևորդներ, Տեմուի պատվերները եկել են, գնամ բերեմ ցուցադրեմ, բայց այս անգամ անհաջող պատվերներ են։ Ինչու սպասեք, հեսա կտեսնեք։ Բոքսինգ, ահա, հենց էլ գցեցի։ Այնքան երկար էի սպասել այս պատվերներին, սիրելի հետևորդներ, որ էլ ասելու չի։ Ուրեմն, սա իհարկե չեմ էլ ստուգել, ինչ է սա, գրամի կշերք է, որ գրամները տենց կշռում է, անհրաժեշտ է, իհարկե մի հատ հենա, ինչ անեմ, կշերքի, այն մի կշերքի, բաներ բերեմ, փորձենք, ահա, տեսնենք, աշխատում է, չի աշխատում, եթե չէ, հետ վերադարձ կանեմ, իհարկե շատ բաներ կա այս անգամ հետ վերադարձի, միացավ, թող զրոյանա, և կշռում ենք մատանիս, սովորական մատանի, 1 գրամ, հնար է, սա, 3, մի 4 գրամ, ահա, ես մատանիս 1 գրամ, 1 գրամ, բայց ինչի գիտեմ 2, սա այն անգամ մի տեղ կշռել եմ 2 է եղել, 1 գրամը ինչ եղավ, հետաքրքիր է, նայեք իրար հետ 6 գրամ եղավ, հանելուկ, առանձին սա, նայեք, առանձին սա 4 գրամ, տեսնում եք չէ, վերցնում եմ, առանձին սա 1 գրամ, այ կեզ բան, իրար հետ վերցնում, դնում եմ 6 գրամ, հանելուկ, ես չհասկացա թե ինչ է, ես ուրիշ տեղ էլ այս մատանիս կշռել եմ, 2 գրամ է, հատուկ ոսկու խանութում եմ կշռել, չհասկացա, մի խոսքով չգիտեմ, գլուխ չեմ հանում, հետո կարևորը միացա, բայց դե կշռելու համար չգիտեմ ինչի այդպես արեց, աշխատում է սա, կվերցնեմ բնականաբար, դնեմ մի կողմ, սա կշերքը հավանաբար կվերցնեմ, այստեղ ուրեմն այդքան սպասում էի ես տոպրակներին, որ լցնեի մեջը խոտաբույսերը, պատվերները վերցրել եմ ու
ասեմ պատվերը շատ երկար տևեց ու հիասթափված եմ առաջին անգամ։ Նախ ես նշել էի շատ չափակ հնակով տոպրակ ու ինքը էժան, այստեղ շատ քիչ ա եկել, շատ քիչ։ 1, 2, 3, 4 ու այնքան էլ փոքր ա, չգիտեմ, որ մեջը շատ նեղ ա, շատ նեղ, այն որ ձեռքս հազիվ ա մտնում մեջը, ուր մնաց էլ որ ինչ-որ բաներ դնեմ։ Սա երևի լավաշների համար էլ դե, չգիտեմ, շատ փոքր ա ու նեղ ա, շատ նեղ։ Սա հաստատ հետ եմ տալիս, հետ վերադարձ կանեմ, 100%, սա հետ վերադարձ եմ անում, ինքը պակաս ա, այսպես էլի, սա էլ ա քիչ եկել, սա 50 հատ պետք է լիներ, սա էլ 20 հատ, բայց այնին սա 10 հատ է եկել, 1, 2, 3, 4, 5, բոլորը հետ վերադարձ։ Ես էլ հետ վերադարձ, սիրելի հետևորդներ էլ այս տոպրակի։ Ես պատվիրել էի այսպես պիտակներ, որ, բայց սա կվերցնեմ, սա կպահեմ այս պիտակը, բայց սա չէ, չգիտեմ։ Սա էլ առանց գրելու, առանց տառերի, առանց ինչ որ տենց սրտիկ-մրտիկների, որ ես վրան գրեմ նազելին նազ, գուցե պահեմ, էժանամ 200 դրամ, ինչ որ տենց, չգիտեմ, երևի այս երկուսը կպահեմ, սրանք հետ կտամ, և սա էլ շալվար ա, ինքը ջինսա, բայց ինքը կտորիս, չգիտեմ, չեմ էլ փորձել, չեմ էլ հագել, որ ճիշտն ասեմ, սիրելի հետևորդներ, սա ես չեմ պատվիրել, պատվիրել էին մեծ ա եղել, ասի տեսնեմ իմ հագով կլինի, սիրուն կլինի, ինչա, ոնց ա, կվերցնեմ, եթե չէ, սա էլ հետ կտանք, հահա, այսքանն էր պատվերները, չգիտեմ, արժի վերցնել, թե ոչ, ինձ ես լեին բաներ սազում սղլիկ, չեմ էլ հոգել, հատ հելը կփորձեմ, գրպաններ էլ չունի, ինքը վրան տենց գրպաններ ա, սուտի գրպաններ, սա կփորձեմ, կշերքը աշխատում էր, կվերցնեմ, այո, այս էլեմենտները այստեղ, սա այսպես, սա սրանն է, բայց դե էլի շատ ապրանքներ պատվիրել եմ Տեմուից, սրանք տոպրակներս այն չի, ես ունեմ այսպես սենց թղթե տոպրակներ, այծոտ Վալբերեսից էի պատվիրել, բավականին մարչելի ու շատ քանակությամբ, դրանց մեջ կդնեմ կուղարկեմ, կներեք պատվիրատուներ ջան, ես սպասեցի, որ գեղեցիկ տենց դիզայնով ուղարկեմ, բայց չստացվեց, հաստատ անպայման ուղարկելու եմ, սենց թղթե տոպրակներով կուղարկեմ, ոչինչ, կարևորը, որ հաստատ կուղարկեմ, ասեցի սիրուն տես, թիթիզ, միթիզ, ձևավորումը, այդ փաթեթավորումը լավ լինի, բայց դե տեսնում եք չեղավ, թող չլինող բաները, նման բաները լինեն, մենք էլ չնեղվենք, միջար կգտնենք անպայման, պետք չի հուսահատվել, պետք չի տրտնջալ, ամեն ինչի ճարնել մարդ գտնում է։ Ինչ եմ սարքում սիրելի հետևորդներ, ոլորը արդեն քամել եմ, վերցրել եմ պղպեղ, փոքր էլ չէ, բարակ կտորների վերածենք, ոլորով ձվածեղ ենք պատրաստում, ոլոր ուտում են երեխեքը, այդ կանաչ գարոխը դե հողամասում էլ եմ
աճեցնում սեզոնին։ Իհարկե այսքան պղպեղը երևի հարկավոր չի։ Մի քիչ կրճատենք։ Բոլորն էլ լցնեմ, անմիջապես թող իրար հետ տապակվեն։ Սա այդ բրոկոլի էլ լիներ, շատ համեղ կլիներ, վաղը կարելի է։ Ինչ մի փոքր աղանը։ Գազոջախն էլ թռավ, վառվում է։ Հավասար լցնենք բոլոր կողմերով, որ տարածվի, այսպես։ Ինչ եմ անում, հիմա չեմ խառնում, փակում եմ։ Ահա, օա։ Աշոտ, եկեք։ Անջատ եմ արդեն։ Ինչ եմ արել, սիրելի հետևորդներ, արդեն ես օգտագործել եմ այս գեղեցիկ հացամանը։ Շատ հարմար է։ Շատ հարմար։ Ամառոտացրել։ Սովանգելա ջանը, լավ առաջարկ արեցի, չէ Աշոտ, նոր քեզ, Արիսյան, Այս ինձ բա քեզ, որը, այս քեզ, ես էլ հաց կուտեմ մենակ, Լիլիթ արի, կփոշման ես, դե մի կեր, մեզ բարի ախորժակ, սիրելի հետևորդներ, ձեզ էլ բարի օր, բարի գիշեր, բարեկամներ։